Տիտանյասիկ Ամերիկա, բակտերիոն թակուր, մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք դերվածք, որը անգլիս ամեն անգամ այդ բանը կրկնում եմ, որը փոխանցում է հոգևոր ճանապարհի օրինաչափությունները, անկախ մարդու քննական պատկանելիությունից։ Այս պահին բակտերիոն թակուրը ինքը մեզ հետ արդեն քննարկում է շարանը ինքը ոնց է կարճ է, որ հոգևոր կյանքը ինքը սկսվում է նրանից, որ կենցաղնեակը ինքը փորձում է ազատվի նյութական տառապանքներից, հաստատվի նյութական երջանկության մեջ, բայց կրոնական մեթոդներով։ Այսինքն երկար կյանքեր շարունակ կենցաղնեակը ինքը փորձ է կատարում կարգավորի իր կյանքը նյութական աշխարհում, իր ուժերի վրա հենված իրան շրջապատող կենդանիների հնարավորությունների վրա, բարեկամներ, ընկերներ եւ այլն, չէ, եւ երբ որ ինքը այդ ամենտեղ պարտություն է կրում, կարող ենք այսպես ասենք, իսկ պարտություն է կրում, որովհետեւ սխալ արարքներ է կատարում, այսինքն չի հավաքում իր կյանքերի ընթացքում բարեպաշտության պաշար, համապատասխան ունենում է դժբախտ ճակատագիր։ Երբ որ ունենում է դժբախտ ճակատագիր, այդ դժբախտ ճակատագրի հիմքի վրա ինքը դիմում է Աստծուն։ Այստեղ ինքը խիստ նյութապես մոտիվացված է, չէ՞, երկար խոսացել ենք։ Ու դա չի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կենդանիակից սպասում է, որ երբ որ այս կենդանիակը ինքը եկավ հոգևորի մեջ, մի օրում պիտի դառնա մաքուր նվիրյալ։ Այս process գոյություն չունի։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հաշվի առնում կենդանիակի պայմանավորված վիճակի հետ, ու ասում է գնացինք։ Առաջին փուլով ինքը կենդանիակին օգնում է, որպեսզի կենդանիակը հաստատվի հոգևոր պրակտիկայի մեջ։ Հա? Դրա համար ինքը պետք է ինչ-որ բաներ փոխի իր կենցաղում, ինչի համար, որպեսզի կարողանա ժամանակ տրամադրի հոգևոր պրակտիկային։ Սա ամենաառաջի եւ ամենակարևոր խնդիրն է։ Մենք ձեզ հետ շատ խոսացինք նրա մասին, որ բակտերիոն թակուրը ինքը հանգիստ, հոգևոր կյանքը հանգիստ կյանքի մեջ ներդնելու պրոցեսի ճատակովն է, չէ՞, եւ այդ իմաստով օրինակ բակտերիոն թակուրի ու Շիլ Պրաբհուպադայի տրամադրությունները իրենք շատ տարբեր են։ Պրաբհուպադը ինքը մտածում է, որ ինչ է ստանդարտում, давай раз, два, танцы եկոմ մանտրանսկսի, էսի արա, էնի արա, 4 սկզբունքները վերցրու, շուշ գնա ինիսացիա ստացի, էս արա, յալա գնա մտի հոգևոր կյանքի մեջ, չէ՞։ Բակտերիոն թակուրի մոտեցումը ինքը մի քիչ այլ է, ինքը մոտենում է տենց, որ դու միշտ ապի, ոչ միշտ ապրի տեղ չկա, հանգիստ մտածված քո համար, ասենք ամենակարևոր սկզբունքը վերցնելով նրանով, որ հոգևոր կյանքը պիտի վերցնես ուղիղ այնքան, որ քո համար կոմֆորտ լինի, ու որ հաստատվում ես ինչ-որ մի քանակության մեջ, դրանից հետո հոգևոր կյանքը ինքը իրան, ոնց որ ասում են, քանի գնա տարած կզավթի էլի, էդի քո խնդիրը չի, հոգևոր կյանքը ինքը իրանով այդ տարեցությունը ինչ-որ իրան պետք է, որպեսզի դու զարգանաս, կվերցնի, այդ իմաստով տրամադրությունների տարբերություն կա, եւ այո, իհարկե կենդանիակներն ունեն այդ ազատությունը, որ ում դուր է գալիս տենց արագ ռիսկի մտնել, ինքը կատարում է այն ինչ-որ Պրաբհուպադն է ասում, ովքեր որ ասենք ուզում է այդպես հանգիստ իր հոգևոր կյանքը մտցնի կյանք, ինքը բակտերիոն թակուրին է ընդունում։ Հիմա տեսեք, այստեղ մի հատ այսպիսի բան կա, էլի, որ երբ որ Պրաբհուպադը ինքը այդպես արագ է մտցնում, չէ՞, ինքը համել կենդանիակին ոնց որ պոկում է կյանքից ու մտցնում է իր ստեղծած հասարակության մեջ, չէ՞։ Մարդը այդտեղ կարող է շատ այսպես կտրուկ քայլեր անի, որը ինքը մեկ շատ բանով այսպես շատ կտրուկ կարող է ազդի այն կապերի վրա, որ ազնվորությունը ինքը ունի այս նյութական աշխարհում, չէ՞։ Եվ մարդը ինքը կարող է օրինակ հրաժարվի իր պարտականություններից, այսինքն այն ազնվորությունները, որոնք իրանից կախված են, իրանք հայտնվում են օդի մեջ, չէ՞։ Այդտեղ մի հատ այդպիսի գաղափար է հնչում, որ երբ որ կենդանիակը ինքը իր ծառայությամբ բավարարել է Աստծուն, համարվում է, որ ինքը իր բոլոր նյութական պարտականությունները կատարել է ու ինքը ոչ մեկին ոչ մի բան պարտք չի, չէ՞։
ու ասենք Բաքսիդոր Թակուրը ինքը մի քիչ մենք կտեսնենք, որ ինքը երբեք այդպիսի նախադասություն չի ասի։ Ինքը մի քիչ այլ տրամադրությունների նվիրյալ է, այսինքն եթե պրոբլեմը ինքը փորձում է կենթանիակին փոկի իր միջավայրից, հա, ու մտցնի հոգևոր դաշտ, Բաքսիդոր Թակուրը ինքը ասում է դու մնում ես այնտեղ որտեղ դու կաս, հոգևոր կյանքը բերում ես քո կյանք, այսինքն ինքը ջատագով է, որ հոգևոր կյանքը ինքը ոչ թե արհեստական ինյեկցիա լինի, հա, ասես կտրուկ մշակույթ փոխելու, այլ ինքը ջատագով է նրան, որ դու այսպես կամաց հանգիստ հոգևոր կյանքը բերես քո կյանք, առանց քո կյանքը հավիրելու։ Մի անգամ ակնհայտ է, որ ես այդ մոտեցման հետևորդն եմ, ես չեմ սիրում, երբ որ կենթանիակը ինքը իր կյանքի մեջ ինչ-որ զամոնը բաներ ամուսնում, հա, իհարկե կան սիտուացիաներ, որտեղ մարդը ինքը ստիպված է, չէ՞, բայց այդ ստիպվածը ինքը լրիվ ուրիշ բան է, բայց ինքը մտածում է, որ ճիշտը դա է, դա լրիվ ուրիշ բան է։ Ինչու համար է սա կարևոր, որովհետև ինձ շատ մոտիկ է Բաքսիդոր Թակուրի այդ գաղափարը, որ ինքը այդ գիծը, որ ինքը տանում է, որ երբ որ հատկապես աստվածամեժության տարաշրջանում, չէ, շատ մարդիկ, որոնք իրանք վերցնում են հոգևոր կյանքը, իրանք էլ են, չէ, եղել աստվածամեժ։ Հիմա իրանք հանկարծակի ընդունում են հոգևոր կյանք։ Իրանք հանկարծակի, որ ընդունեցին հոգևոր կյանք, օրինակ, եւ հեռու չգնանք, իրանք ընտանիքի անդամները, չէ, դարձել են իրանք ընտանիքի անդամ, որովհետև ինքը եղել է աստվածամեժ։ Այսինքն ինքը աստվածամեջ է եղել, աստվածամեջի հետ է ամուսնացել, որտեղ ինչը նորմալ է եղել, չէ՞, համապատասխան աստվածամեջ երեխաներ է ունեցել։ Մեկ էլ հանկարծ մի օր գալիս է տուն, ասում է այսօրվանից ես հավատում եմ։ Հա բոլորը պարտավոր եք, դուք էլ ընդունեք, ինչ անում, շրջապատը ինչ ասում, ասում է չհասկանանք, ասում ոնց։ Մենք քեզ սիրում ենք, որտեղ դու մեր նման ես, չէ՞։ Ես ամուսինը կամ կինը ինքը կարող է չէ՞ դες պրետենզիա ունենալ, որ ես ամուսնու ես չգիտեի, որ 15 տարի հետո դու մեկ էլ մի օր գալու ես, ասել ես հոգևոր եմ զբաղված։ Այդ դրա համար այդ կտրուկ քայլերը, չէ՞, իրանք բան են, էլի, դիսկոմֆորտ մտցնող են։ Իսկ երբ որ անձնավորությունը ինքը մնում է իր պարտականությունների դաշտում, այսինքն ինչ է նշանակում, որտեղ մենք բոլորս ամեն մեկը մեր հերթին իր տեղում ունի իր պարտականությունները, չէ՞։ Երբ որ մենք այդ պարտականությունների մեջ ստաբիլ ենք մնում, գլխավոր գաղափարը ո՞րն է Բաքսիդոր Թակուրի։ Ինքը ուզում է ասի, որ եթե անձնավորության մեջ ռեալ իր սրտում ռեալ առաքինություն է ապրում, հասկանում եք, առաքինի մարդը ինքը այնտեղ որտեղ ինքը պարտականություն ունի, ինչ նշանակում պարտականություն, դա նշանակում է մի դաշտ, որտեղ ինչ որ մեկը քո վրա հենված է, չէ՞, այսինքն հույս է դնում քո վրա։ Եվ Բաքսիդոր Թակուրը ինքը ընդհանրապես ասում է, որ եթե հոգևոր կյանքը քեզ դարձնում է բարոյական մարդ, դու երբեք չես կարող մարդու ոտքի տակից հանես այն հիմքը, որ ինքը իրավունք ունի քո վրա հույս դնել։ Հա, իսկ դու մի օր գալիս ես, ասում ես չէ, ես սրանից հետո չգիտեմ ինչ բանը ուրիշ բան եմ։ Հասկանում եք։ Այսա ինքը հավելան դեպս Բաքսիդոր Թակուրի գծով այսպես չի կարելի վարվել, էլի։ Հիմա ուրեմն կենթանիակը ինքը պետք է սկզբից աշխատի, որպեսզի հոգևոր կյանքը մտցնի իր կյանք։ Այդ դա պետք է անել շատ զգուշ, շատ հանգիստ, միշտ հաշվի առնելով այն մարդկանց, որոնք մեզ շրջապատում են։ Հա։ Եվ երբեք չի կարելի արհամարել այն պարտականությունները, որը մենք ունենք։ Բաքսիդոր Թակուրը ինքը բառացի այսպիսի նախադասություն ասում։ Ինքը ասում է ազատագրում ստանում է նա, ով ինքը իր ներսում ճիքեր է գործադրում, որ Աստծո հանդեպ նվիրվածություն զարգացնի, իսկ արտաքինից պահում է այնպես իրան, ինչպես հարկ կա։ Այս բանաձևը, այսի լրիվ իմ սրտով է, էլի, ես շատ սիրում եմ այս ծիլի կյանքը, հասկանում եք, ինչ է սա տալիս, սա առաջին հերթին տալիս է, չէ,
որ քո դիմացինը ինքը տեսնում է, որ ինչքան էլ ուզում է քո համար էդի դիսկոմֆորտը ուներ, ինչ որ եսի միջի, եթե դա քո քայլն ա եղել, քո ընտրությունն ա եղել, դու քո ընտրությանը տեր ես մինչև վերջ, հասկանում եք, հա, և ասենք, եթե դու ուրիշ ընտրություն ես ունեցել, դու այդ ուրիշ ընտրությունը, այդ ուրիշ ընտրությունով քո մտերիմի կյանքի մեջ խնդիր չես ստեղծում, ինքը որտեղ կարող էր քո վրա հենվել, այդտեղ էլ շարունակում է քո վրա հենվել, հասկանում եք, այդ գաղափարը, որ ներքինից բարոյական մարդիկ իրանք տարբերվում են անբարոյական մարդկանցից, մենակ սեքսը չի, էլի որ մենք բարոյականություն կամ անբարոյականություն ենք որոշում, տեսեք ասենք, բարոյական մարդը իրան էսից, չէ, ինքը տեղ մի հատ այնքան սիրուն բառ ա հնչում, էլի, ասում եք բարոյական մարդը դա այն մարդն ա, ում որ կանխատեսելի ա, հասկանում եք, այսինքն ով որ իրա պահվածքի մեջ ստաբիլ ա, այնտեղ որտեղ երեք կարող էին իմ վրա հույս դնեին, այսօր կարող են հույս դնեն ու քանի կենթանի եմ կարող են հույս դնեն, չի տատանվում, երբ որ մարդը ինքը կրքերի մեջ ա, չէ, այսօր սիրում եմ կարող ես հենվես, վաղը չեմ սիրում կարող ես չհենվես, այսօր տրամադրություն չունեմ вообще պաշովոն, չէ, մշտական տատանումների մեջ ա, և դրա համար ա, որ աստվածամեծության դարաշրջանում մարդիկ իրանք մարդկությունը ինքը գնաց, չէ, այն ճանապարհով, որ իրավունք ունենա ամենամտերիմ հարաբերությունները խզի, կոչվում ա բաժանում, կոչվում ա ուրիշի երկրում ապրել, չէ, կոչվում ա հարազատ տնից դուրս գալ վարձով մնալ, եսի միջ, այդ ամեն ինչը հարաբերություն կտրելն ա, չէ, այդ ինչի հիմքի վրա է արվում, էգոիզմի, չէ, իսկ ինչի այդ էգոիզմը բախվում, որտեղ ինչ-որ անհամատեղելիություն կա, չէ, այդ այլի հարազատություն չկա, որտեղ եթե հարազատություն կա, հարազատության տակ մարդը ինքը շատ բաներ ա չէ կարողանում, ների, համբերի, հանդուրժի, ինչ որտեղ ինքն ա զիջում, ինչ որտեղ իրան են զիջում, մարդ այդ հանգիստ մարդիկ իրենց համար մի ամբողջ կյանք են չէ ապրում, հիմա տեսեք էլի, այլ դա ինքը շատ կարևոր ա, դրա համար մենք այդ գլուխների մեջ կմտնենք, երբ որ Բակտիոնո Թակուրը ինքը մեզ կբացատրի մանրամասնորեն ընդհանրապես էլի, թե դա ոնց ա պետք անել, հիմա ընդհանուր գաղափարներն ենք նայում, չէ, հետո ինքը ինչ ասում, ինքը ասում արեմ սկզբից մարդը ինքը պետք ա ճիքեր գործադրի, որպեսզի հոգևոր կյանքը իր կյանքում բուն դնի։ Ու գլխավոր գաղափարը կայանում էր նրանում, որ այդ բունը ինքը պետք ա դնի մենակ իմ կյանքում։ Ես ուրիշներին պիտի չանհանգստացնեմ այդ բուն դնելով։ Հասկանում եք։ Ուրեմն, Անակ ես աշակերտուհին եմ, խելոք աշակերտուհի աշատ իր հաստատությունները, որպեսզի ինքը ընտանիքի անդամներին ընդհանրապես ոչ մի բան անհանգստություն չպատճառի եւ իր պրակտիկային մենակ ինքը տեղյակ լինի, իր հաստատությունները երկար տարիներ ապրել են բան սկեստապահարանի մեջ, սպիտակեղենի հետևը, ու ոչ թե արհամարանքից, այլպես դրա համար, որ ոչ մեկին չանհանգստացնի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, դրանից հետո, երբ որ կենդանիակը ինքը քանի գնում, այդքան ավելի հաստատուն ա դառնում, այդտեղ մի հատ շատ կարևոր բան ա տեղի ունենում, որ ասեք մտերիմներն էլ իրանք կամաց ընտելանում են մարդու ընտրությանը։ Չէ՞ որ պետք է հասկանանք, չէ՞ որ դա մարդկանց համար դա անսպասելի բան ա, չէ՞։ Հատկապես 4 սկզբունքները։ Չէ՞, կինը չի կարող, չէ՞, գա, օրինակ, հայկական ընտանիքում գա տղամարդուն ասի, վաղվանից այլևս մեր մեջ ոչ մի մտերիմ հարաբերություններ լինել չի կարող, որտեղ ես 4-րդ սկզբունք պիտի պահեմ, սեքսով չեմ զբաղվելու։ Չի կարող, չէ՞։ Ո՞ր մեկը կարող այդ հայտարարություն անի, չէ՞։ Կամ ասենք, բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ, ասենք, հարաբերությունները իրանք խիստ կտուժի, եթե այդ ամեն ինչը դառնա ձևական։ Այմ այդ ամեն ինչի բալանսն ա, չէ՞ պետք կարողանաս պահես, որ այդ ամեն ինչը լինի գրագետ, որ քո ընտրությունը ոչ մեկին նեղություն չպատճառի։
բայց ընթացքում մեկ է, մարդիկ իրանք ինչ-որ մի ձևի, ինչ-որ մի բաների ընտելանում են, չէ՞, մսակերտները ընտելանում են, որ իրաց տան մեջ կա մարդ, որ ինքը մսակերտ չի, միշտ այդ դիսկոմֆորտը մնում է, բայց եթե ազնվորությունը ինքը փափուկ է եղել, իրան էլ հանդուրժում է, եթե ինքը կոշտ է մտնում, իր հանդեպ էլ կոշտ են մնում, հասկանում եք, սա շատ կարևոր է, էլի, հիմա, այդի ինքը կամաց քանի գնում, որ ասում է, մատտած ձեռքը կուտի, էդի հոգևոր կյանքը ինքը այդ ձևի է, Քրիշտան ինքը вообще Աստված ինքը այդ ձևի է, սխալվեցիր, տեղ տվեցիր, բաց, ինքս էց կամաց գրավելով գնում է, էլի, հասկացաք, չէ, և ասենք, այդ ընթացքում ազնվորությունը ինքը իհարկե զբաղվում է իր հոգևոր կյանքով, այդ հոգևոր կյանքի մեջ քանի գնում, այդքան ավելի շատ գիտելիք է ստանում Աստծո մասին և սկսում է ռեալ կապվածություն զարգացնել։ Այդ էտապը ինքը պետք է սկսվում է նրանից ոնց մտցնել հոգևոր կյանքը իմ կյանք և ավարտվում է ազատագրումով։ Այսինքն, ինչ է նշանակում ազատագրում։ Ազնվորությունը ինքը պիտի հասկանա, որ ինքը այդ վայթի բակտի կոչված էտապը ավարտել է, երբ որ ինքը նայում է իր սրտի մեջ ու տեսնում է, որ ինքը, ասենք պարտականություն, բայց իր սրտում ոչ մի նյութական աշխարհում ապրող կենդանի հանդեպ ոչ մի նյութական կապվածություն չունի։ Հոգևոր, պожалуйста, հոգևորը որն է, որ կարեկցում ես, որ նպաստում ես, որպեսզի ինչ-որ կենդանիակներ իրանք հաստատվեն իրանց հոգևոր կյանքի մեջ, անջանում ես, որ այդ հոգին ինքը օգուտ ստանա նրանից, որ քեզ ճանաչում է։ Հասկանում եք, դա նյութական կապվածություն չի, դա հոգևոր կապվածություն է։ Այսինքն հոգևոր մարդը ինքը միշտ ապաստարանն է լինում նրանց համար, ովքեր ոչ բանն էլի, որ դա ինչով է սկսվում, չէ՞, ասենք մեր դեպքում դա սկսվում է նրանով, որ եթե մենք ապրում ենք մարդկանց հետ, այդ մարդիկ իրանք ուզեն չուզեն Աստծուն առաջարկված ուտելիք են ուտում, չէ՞, միրգ քաղցրավեր են, որ եթե բանջարեղեն չեն սիրում ուտել, то միրգ ու քաղցրավեր հաստատ չարած բան է, սա առաջարկած են, չէ՞ ուտում։ Ու всё, ինքը արդեն սկսեց իր մեղքերից մաքրագործվելու process-ը, չէ՞։ Հեչ որ չլինի դաժե եթե ջղայնացած են ասում, մեկան մի 150 անգամ Աստծո անունն են տալիս, չէ՞, կամ մշտական մարդուց լսում են Աստծո անունը։ Եվ այլն, այսինքն իրանք արդեն սովորական կենդանիակներ չեն, իրանք այդ -273 բանից բացարձակ 0-ից մի քիչ այս կողմ են եկել, ու իրանք արդեն չի կարելի վերաբերվել տենց, ոնց որ թե իրանք սովորական նյութապաշտներ են։ Հասկանում եք, всё, իրանք ապարասել են բրձ։ Եվ հոգևոր մարդը ինքը այդ կապվածությունը կարող է ունենալ, որ ապաստարան է լինում, հոգ է տանում այդ կենդանիակների մասին, եթե նույնիսկ ինքը, չգիտեմ, 25 տարեկան է, բայց այդ հոգևոր տեսանկյունից ինքը հոգ է տանում իր օրինակ 60 տարեկան ծնողի հանդեպ, որտեղ իր համեմատ ինքը երեխա է հոգևորի տեսանկյունից։ Հասկանում եք, բայց նյութական ոչ մի կապվածություն պիտի չմնա, այ որ ոչ մի կապվածություն չկա, այդ դա կոչվում է ազատագրում։ Դա կոչվում է ազատագրում եւ այդտեղ այդ կետից կենդանիակը ինքը արդեն մտնում է սպոնտան հոգևոր կյանքի մեջ։ Սպոնտան հոգևոր կյանքը ինքը դա այն կյանքն է, որտեղ կենդանիակը արդեն ոչ թե եկել է կրոն, որ օգտագործի Աստծուն իր խնդիրները լուծելու համար, այլ որտեղ արդեն իրան հետաքրքրում են կրոնի հոգևոր արդյունքները, չէ՞։ Իսկ որն է կրոնի հոգևոր արդյունքները։ Առաջին արդյունքը, որը կենդանիակը ինքը պետք է ունենա, դա նա, որ ինքը պիտի ռեալիզացնի, որ ինքը հոգի է։ Ոչ թե լսի, ոչ թե հասկանա, այլ ռեալիզացնի։ Այդ մուսուլման նստած ամեն մեկը ինքը իրան բանանում, նույնացնում է իր նյութական մարմնի հետ, չէ՞։ Դու հենց ասում ես ես,
Որս պատկերացնում ես, որ դու արդյունք ես կնոջ մարմնի մեջ, չէ՞։ Այդ ռեալիզացիա նշանակում է, որ ես արդեն գիտեմ, որ ես այս մարմինը չեմ, ես հոգի եմ։ Այդ կարգավորի սկզբունքների էտապում ես լսել եմ, որ հոգի եմ, ու կայացած հոգևոր մարդ եմ, երբ որ հասկացել եմ դա, որ ես հոգի եմ, այդ հասկացողությունը, չէ, ինքը շատ խիստ փոխում է մարդու պահելակերպը ընդհանրապես, շատ խիստ, հասկանում եք, չէ, մարդը ինքը տեղից կարող է հասկանալ, թե մարդուն կարող է թվա, որ ինքը դե հա գիտեմ էլի, որ հոգի եմ, ընդունել եմ այդ բանը, չէ, բայց եթե ինքը չի ֆիքսում, որ իր պահվածքը, իր որոշումները փոխվել են, այնինը այդ հիմքի վրա, որ ես հավերժ հոգի եմ, չէ, օրինակ ես այդտեղ միշտ մի հատ նախադասություն եմ ասում, որ ինձ համար շատ կարևոր է։ Երբ որ ազնվորությունը ինքը հասկացել է, որ ինքը հավերժ հոգի է, ինքը միշտ կարող է զոհի իր մի կյանքը։ Ինչի է սա կարևոր։ Սա շատ կարևոր է աստվածամերժության դարաշրջանում։ Ինչի, որտեղ աստվածամերժության դարաշրջանում կենդանիակները իրար կարող են ծնվել նենց տրամադրության, նենց վատ ճակատագրով, չէ, որը օրինակ փոխել հնարավոր չի։ Հասկանում եք, օրինակ տեսեք ասենք, ես հանգիստ դա ասում եմ, արիական քաղաքակրթության մեջ ինվալիդներ չէին ծնվում, պրոստը չէին ծնվում, որտեղ խնդիրը ուներ, թե իրանց հետ ինչա պետք անել։ Հասկանում եք։ Ինչի՞ց է դա գալի, որտեղ իրանք առաքիլի էին, եւ որտեղ իրանք հատուկ մշակույթ ունեին երեխա վեբլավորելու, դրա մասին շատ եմ չէ խոսացել, հասկանում եք, այսինքն իրանք երեխա էին ստանում, կոպիտ ասած բազակազով, էդի միշտ ըլլում էր այն երեխան, որը եւ ֆիզիկական իմաստով էր իրանց ուրախություն բերող, եւ հոգեբանական, այսինքն հոգեբանորեն էր, ինքը լրիվ գարմոնիայի մեջ էր, չէ։ Հիմա աստվածամերժության դարաշրջանում այդ մշակույթը կորացան, չէ՞։ Ուրեմն կենդանիակները իրանք, մարդիկ իրանք կենակցում են ոնց պատահի, ու այո, ինչ պատահի ստանում են։ Եվ այդտեղ կարող է երեխա ծնվի, որը ընդհանրապես քո հետ կապ չունի։ Ու ասենք, ոնց որ երեխան է, դու էլ իր համար չէ կապ չունես իր հետ։ Ու ինչքան որ ինքն է քո համար դիսկոմֆորտ, այդքան էլ դու ես իր համար դիսկոմֆորտ։ Չէ՞։ Հասկանում եք, ու այդ ամեն ինչը ոնց ասել, հա, կապացություններից եք, ինչից եք խոսում, գնացի ուրիշտեղ։ Չէ, թե հասկացա, այդտեղ ինչի համար եք կա։ Հա։ Որտեղ ես մեծ հասկացա։ Մասին էին խոսում։ Հա, վիկա, ոտ, մաղադեց։ Հա, ու տեսեք ասենք, չէ, երբ որ այդ ամեն ինչը տես պատահականն է, չէ, օրինակ մենք կարող ենք տեսնենք, որ օրինակ բարոյական մարդիկ իրանք կարող են նարկոմանիայի հանդեպ հակում ունեցող երեխան։ Չէ, ու ասենք մարդիկ իրանք այն հների բանով են գնում միշև հիմա ու մեղադրում են ծնողներին։ Ես օրինակ այդ սկզբունքորեն այդ պրինցիպի հետ համաձայն չեմ, որովհետև մեր ժամանակներում երեխան 3 տարեկանից ընտանիքի հովանավորության տակից դուրս է գալիս, ինքը հայտնվում է փողոցում, կոչվում է մանկապարտեզ։ Այդ մանկապարտեզում այդ երեխան ուրիշ երեխաներից, իր բարդույթներով լցված դասատուից, եսի միջից, սրանից, նրանից, ինչերից, որտեղից ինչ է վերցնում։ Ծնողը ինքը չի, դաժե եթե ինքը իդեալական ծնող է, ինքը չի կարող հասցնի այդ ամեն ինչի հետ աշխատի, որ այդ ամեն ինչը ոչ մի նստվածք չթողնի երեխայի հետ։ Հիմնական երեխային դաստիարակող գործոնը մեր ժամանակներում փողոցն է, որտեղ ինքը իր ժամանակի մեծ մասը անցկացնում է փողոցում։
Ինչ արժանապատում մանկապարտեզ գնում ա 8-ին, գալիս ա տուն 6-ին։ Ինքը ինչքան ժամանակ ա տանը մնում։ Օրական 4 ժամ, որտեղ են մնացածներ քնած ա, չէ՞։ Հասկանում եք։ Հիմա տեսեք ուրեմն ինչի մասն ա էլի այստեղ խոսքը, որ ասենք, չէ՞, այդտեղ ինքը ստանում ա, ինչ ասես։ Եվ եթե նույնիսկ ինքը հոգևոր կյանք ա ընդունում, եւ օրինակ ասենք բախտի բերմամբ, այնպիսի վիճակում ա երեխա բեռնավորել, որ ասենք ֆիզիկական արատ ունեցող երեխա ունի, պարզա չէ, որ այդ երեխան իր կյանքը կներեք այդ խոսքը պետք է ասեմ, հազարապարնապես, չնու դեա, չէ, որ չհարամեց։ Այսինքն այդ մարդը, այդ ծնողը ինքը արդեն գիտի, ինքը իր միջև կյանքի վերջ, պիտի ամբողջ օրը ըննի բժիշկների մոտ, չգիտեմ ինչ, հա մտածի, թե երեխայի դեղը որտեղից ճարի, թե որ ժամին, որ տաբլետկան ոնց խմացնի, ինչ անի, ոնց սուկարան տանի, բերի, եսի մեզը, չէ, շո, հարամվեց կյանքը, հարամվեց, չէ, հիմա տեսեք, այսինքն ասածս էլ ա, որ աստվածամերժության դարաշրջանում, չէ, մարդիկ կան, որ իրանք այնպիսի վատ պայմաններում են ծնվում, որը իրականում հոգևոր կյանքը չի կարող փոխի։ Ինչ-որ կոնստանտաբաներ կան, որ ինքը չի կարող փոխի։ Հասկանում եք։ Հիմա, այդ չի կարող փոխին, ինքը այդ բանն է առաջացնում, չէ, կենցաղյակը ինքը ուզում է իր կյանքը վայելի։ Իսկ ինչ-որ մի հատ իրավիճակ ա ստացել, որտեղ իր վայելքի հնարավորությունը սահմանափակվեց։ Չէ՞։ Հիմա մարդը ինքը պետք է այդքան թափ ունենա, որ առանց երջանկություն սպասելու հոգևոր կյանքի մեջ մտնի։ Հասկանալով, որ ինքը ունեց մի հատ կոպիտ ասած դարդի տեր ա, որը փոխել հնարավոր չի։ Չէ, հնարավոր ա, մենակ մի ձևի, որ այդ դարդի հիմքը մահանա։ Ուրիշ ձև չկա, չէ, հիվանդը պիտի մահանա։ Բայց մարդիկ կան, որ իրանք մի ամբողջ կարողություն են ծախսում, որ այդ հիվանդի գոյությունը պահպանեն։ Թող հիվանդը լինի, մենակ թող մենք տունը կորցնենք, ես ինչը կորցնենք, գնանք վարձով, գնանք չեն կարողանում, էլի բաց թողնեն։ Հասկանում եք, չէ, որ ինչ-որ բաներ կա, չէ, որ այդ գաղափարը, որ եթե անձնավորությունը ինքը չի հասկացել, որ ինքը հավերժ ա, ինքը չի կարող մեծահոգի լինի։ Ինքը օվկիանոս երբեք չի դառնա։ Հասկանում եք, որտեղ ինչ ասես տեսիք Վիշնան Գիտայում, չէ, ինչ կա իրականացված հոգու մասին, ասեց ինքը օվկիանոսի պես ա։ Իրա մեջ ինչ գետ ուզմա մտնի, ինչ ուզմա լծվի, ինչ ուզմա արվի, ինքը ամսասան ա մնում։ Չէ՞։ Այդի դրա հիմքը այդ ա, որ ինքը գոնե, այսինքն լուրջ հասկացել ա, որ ինքը հավերժ ա։ Չէ՞, որ հոգին ընդհանրապես հավերժ ա, եւ որ ուրիշ կենդանիներն էլ իր հետ միասին իրանք էլ են հավերժ։ Իրանցից էլ ամեն մեկը ունի իր ճակատագիրը, չէ՞։ Մենք դրա մասին շատ ենք խոսացել, որ հոգևոր մարդու համար շատ կարևոր է այդ գաղափարը, որ ինքը կարող այնքան ճկուն պիտի լինի, չէ՞, որ կարողանա այն ինչ որ գնում է բաց թողնի, այն ինչ որ գալիս է ընդունի։ Չէ՞։ Հասկանում եք։ Այսինքն այդ այելի, որ ինքը շատ այդպիսի բաներ կա, որ ինքնա աստվածամերժության դարաշրջանին նա բնորոշի։ Հասկանում եք, որտեղ գերագույն աստվածաբնության ձեռքերը կոպիտ ասած կապված են, որտեղ ես մենակ չեմ։ Ես կարող ասեք, ես ընդունեցի հոգևոր կյանքը, ես իմ հոգևոր կյանքով առաջ եմ գնում, ես միշտ ասում եմ, չէ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչով ենք զբաղված, մենք պիտի այդի ֆիքսենք, թե ինինը այն պահին, երբ որ ես իմ հոգևոր պրակտիկայով եմ զբաղվում, ես ինձ ոնց եմ զգում։ Այդ է Աստծո հետ կապը, այն մնացածը իմ շփումն է ուրիշների կարմայի հետ, որը այո կարող է ինձ տխրացնի, որտեղ այդքան էլ լավը չի։ Կարող է դժվարություններ ստեղծի ինձ համար,
Հասկանում եք, ու իմ ուրախությունը կոտրի։ Բայց եթե հոգևորի հետ ոչ մի կապ չունի, այ մենք հասկանանք, որ եթե մենք ռեալ հոգևորի հետ գործ ունենք, չէ՞, այն պահին, երբ որ մենք իր հետ շփվում ենք, մենք լավ ենք։ Հասկացա՞ք, չէ՞։ Այդ նշանակում է, ու անձնավորությունը ինքը հետև ներքին հենարանացել բերում։ Որովհետև ինքը կտրվեց, ինքը հասկացավ, որ այդ ներքի արտաքին աշխարհում ինչ-որ կատարվում է, այդ ամեն ինչը ժամանակավոր է, հիմա ես մի կյանքն չի հաջողվել, ու չի հաջողվել ոչ թե նրա համար, որ Աստվածամեղավոր, ես եմ ապուշել, ով ինձ է խնդրում գայի հասնեի Աստվածամեծության դարաշրջան, որ մի հատ ես իմ ումերով շրջապատված լինեի, հետո էլ դառն անեի, հետո էլ Աստծուն մեղադրեի, այ այս պերիոդը նորմալ անցնել, այդ խաղաղության դաշտը մտնել, ինքը ամենաբարդ բանն է Աստվածամեծության ժամանակ դարաշրջանում հոգևոր մարդու համար։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա իսկ այդ մենակ դրա հաշվին է արվում, որ կենդանիակը ինքը պիտի հասկանա, որ ինքը հավերժա։ Գիտեք ինչի դա նման։ Օրինակ ասենք, տեսեք, երբ որ մենք ապրում ենք մի կյանք, եթե դու վերածնունդն է, չէ՞։ Մենք ամեն քնելուց մեռնում զարթնում ենք, չէ՞, մեռնում ծնվում ենք, չէ՞ իրականում։ Չէ՞։ Տեսեք, բայց երբ որ ես գիտեմ, որ ես վաղն եմ լինելու, մյուս օրն եմ լինելու, չէ՞, ինքը ինչ անում։ Եթե ինչ-որ մի օրը թարս է գնացել, ասում դեռ ոչինչ, վաղը ավելի լավ կլինի, կամ վաղ ունենց կանեմ, որ էլ տես չի, հասկանում եք, այդ նույն սկզբունքը ինքը աշխատում է եւ կյանքից կյանք։ Ու այդ նույն սկզբունքը կարող է կիրառի մենակ նա, ով որ հասկացել է, որ ինքը հավերժ է։ Որտեվ քանի դեռ ինքը չի հասկացել, չի ոչ թե հավատացել, հավատը չի անցնում։ Հասկանում եք, հավատը էդի չի անցնում։ Երբ որ մենք ընդհանրապես հավատում ենք, հենց որ մի հատ մեր երջանկությունը խախտող բան է տեղի ունենում, մենք միանգամից այդ հավատը կորցնում ենք ու գործում ենք նենց, ոնց որ այս մի կյանքով ենք։ Ամեն ինչը այս մի կյանքով է սահմանափակված։ Ու դրա համար հենց որ գալիս է այդ սահմանափակման գաղափարը, չէ՞, կենդանիակի համար, այմա ոնց որ հիմա ենթադրենք, այ այսօր դուք չգիտեմ, հիվանդանա, պարկեք, որ ձեռու, հա, ինչ-որ մի բան լինի, չգիտեմ, ավարիայի տակ ընկնեք, բան, ես ինչ լինի, պարկացեք, ու այդ մի հատ օրն է, որը պիտի ապրեիք։ Հա, ինչքան լուրջ կլինի ձեզ համար, չէ՞, որ շո, չհասկաց ասիկը, ոնց։ Բայց երբ որ դու գիտես, որ դու 25 տարեկան ես, եթե ամեն ինչ նորմալ է, հələ երկար ապրելու տեղ ունես, ինչ ես անում, դու տրամադրվում ես, որ պիտի բուժվես, չէ՞։ Հանգիստ հիվանդանոցում 10 օր պարկում ես, բայց համաձայն չես 10 կյանք։ Ինչի համաձայն չես, որտեղ չես հասկանում, որ հավերժ ես։ Հասկանում եք, ինքը միանգամից կենդանիակին դարձնում է փոքր հոգի ու հիստերիկ։ Ամեն ինչից հիստերիկայի մեջ ընկնում։ Հասկանում եք, դրա համար այս հասկացողությունը ինքը ահա որ կարևոր է։ Չի կարելի, ինչ-որ բաներ կա, տեսեք, ասեք, չէ՞։ Բhagavad Gita-ն ինքը փիլիսոփայական հիմքն է արիացիների։ Եվ Bhagavad Gita-ն ես ամենաշատը, օրինակ որ ճիշտ ասեմ, դուք բոլորդ էլ երևի զգում եք, որ ես Հիսուսի կերպարին շատ լավ եմ վերաբերվում, չէ՞, անկախ քրիստոնեությունից էլի։ Բայց օրինակ մի հատ բան կա, որը ինձի մինչև արիացիների հետ հանդիպելը դուր չի եկել միշտ։ Հասկանում եք, այդ ինչն էր։ Երբ որ Քրիստոսը ինքը միշտ դիմում է, որ հավատա։ Ինձ համար, բանից հրտանական խոսքով ասեմ, հա, այդ հավատա խոսքից ավելի խախուտ բան չկա։ Հասկանում եք, որովհետև այդ հավատը ինքը կենդանիակի համար ամենաանբնական խոսքն է։ Հասկանում եք, ու այդ գաղափարները
որ հավատան, որ այդ կինո կարծեմ, ես ասեմ, ես կինո միջև չեմ տեսել, մենակ այդ էպիզոդը տեսել չեմ կարող ասել, այդ կինոյանը ոնց, անդր ինչ-որ մի հատ հերոս էր, ֆանտաստիկ ֆիլմեր էլի, կախարդների բաների հետ կապված, որ ինքը հիմա պետք է ինչ-որ մի հատ անդունդի վրայով անցնի, ու այդ անդունդի վրայով անցնելու պայմանը էր, որ ինքը քայլը դնում է, իր ոտքի տակ քար է հայտնվում ոտքի մեջ կախած։ Այն մյուս քայլը դնում, ու իրան ասում են, դու հավատա, որ էդի կա, քայլը դիր, եթե դա եմ այն անդունդին, հավատալ չի լինում, չէ՞։ Հասկանում եք, այդտեղ մարդը ինքը ինչ պիտի հաղթահարի, չէ՞։ Որտեղ հավատալը էդի միշտ նշանակում է, որ տեղի պիտի ունենա ինչ-որ մի հատ անբնական բան, օրինակ, օդի մեջ պիտի քայլ պատվի։ Հասկանում եք։ Օրինակ ասենք Հիսուսն ասում էր հավատա, որ ջրի վրայով իր նման քայլ ես։ Ես չեմ հավատում, որ ինքը դա խոսքը ասել, որովհետև ես գիտակցում եմ ինքը որտեղից է դա սովորել։ Հասկանում եք, հետո որ գալիս ես հանդիպում ես նրանց, ում համար ջրի վրայով քայլելը պրոբլեմ չի։ Ու իրանք ասում են դե էստի արվում է, այս սենց ես անում, սենց ես անում, սենց ես անում, սենց ես անում, կոչվում է յոգա։ Սենց ես անում, սենց ես անում, դառնում ես փետուրի պես թեթև։ Ու այդ ժամանակ կոման ջրի վրայով քայլելը պրոբլեմ չի։ Ինքը դարձավ տեխնիկա, որը ես հասկացա։ Հասկանում եք, որ ուրիշ բան է, չէ՞։ Ու այդ հավատի հիմքի վրա դուք հավատում եք, չէ՞, որ հազարավոր մարդիկ են եղել, որ 100%-ով հավատացել են Հիսուսի ասածին։ Ում հաջողվել է այդ հավատի հիմքի վրա ջրի վրա քայլել։ Ոստոնք ինչ է, այդ որ ինչ-որ մեկը կրկնել է իր արածը, դες բան չկա, չէ՞։ Բայց յոգերը էդի մինչև հիմա էլ անում են։ Պրոստը մենք այդ յոգերին չեն ճանաչում։ Որտեղ իրանք շոումեն չեն, թատրոններ չեն տալիս։ Լուրջ յոգը ինքը երբեք ոչ մեկին ցույց չի տա, որ ինքը դե Հիսուսը խնդիր ուներ, ինքը քարոս էր, չէ՞, քարոսի համար ինքը իր ձևը է, այնպես բանան է, որ նակաուտի մեջ ընկնեն, որ ինչ ասեմ հավատամ։ Ընդունեն, հասկանում եք, դե բանա չէ, ջրի վրա քայլող մարդը էդի շոկա, չէ՞, հասկանում եք։ Նա իրան չենք բանադրում, էլի, շտատա հասկանում եմ ինքը ինչի համար արել։ Ուրեմն այդ գաղափարը, այսինքն հիմա անցումն ենք էլի քննարկում, թե ոնց է որ կենթանյակը ինքը անցնում է այնտեղ, որ հոգևոր արդյունքների վրա է կենտրոնանում։ Հասկանում եք, այդ միշտ լինում է նրա հաշվին, որ սկզբից ինքը սկզբից ոնց որ ման այլևս լսում է այդ հոգու հավերժության մասին, կասկածի տակ է դնում, հետո սկսում է մտածել, հետո կամաց արգումենտներ ստանում, հասկանում է որ տենց է, այ որ ինքը հասկանում է, ինքը հոգևոր պրակտիկայի մեջ դառնում է լուրջ։ Ինչի, որտեղ ինքը հասկանում է, տեսեք, դա մի կյանքի մեջ էլ է, չէ՞ տենց։ Նայ մարդիկ կան, որ իրանք ասենք ջահելությունը դալի-դոլի ապրում են։ Ու ոչ մի բանի էլ չեն հասնում։ Մարդիկ կան, որ փոքր տարիքից շատ լուրջ են վերաբերվում իրանց կյանքի։ Չէ՞։ Ու սկսում են ամեն օր իրանց առաջ նպատակ մեկը ասում է ես դառնալու եմ Նապոլեոն, всё, չգիտեմ, ինչ ուզում եք արեք։ Ինքը այդ ժամանակ կլեր կա, ոչ մի բան է вообще։ Ինքը ո՞նց է գնում հասնում այնտեղ, որտեղ ինքը ուրիշ բաների վրա ժամանակ չի վատնում։ Հա, ինքը իր ժամանակը վատնում է այդ իր նպատակին հասնելու վրա։ Սովորում է ինչ որ սովորի, չէ՞։ Ես ինչ անվա ոնց որ պիտի անի։ Այն մեկը ասում է դու դե լավ է արի, այսօր գնանք խմենք աղջիկ խաղացնենք, բան ինքը ասում է դու գնա աղջիկ խաղացու, ես գնացի պարապելում կներեք։ Հա։ Հետո մի 10 տարի հետո իրանք հանդիպում են, այս մեկը բանա, ես ինչ ա դարձել, այնուսը այ հələ աղջիկա խաղացին։ Հասկացա, չէ՞, հասկանում եք, այն նույնը ինքը տեղի է ունենում, երբ որ ազնվորությունը ինքը հասկանում է, որ ինքը հոգի է, ինքը սկսում է գնալ հոգու շահի հետևից։ Ինքը հասկանում է, որ ինքը իր այս կյանքը նենց ապրի,
որ մյուս կյանքում իր համար այտենց ապուշ սիտուացիաների հնարավորությունը պրոստը իսկլուչից, ոնց է? Բացառի, չէ՞։ Իսկ այդ բացառելը ինքը արվում է միայն բարոյականության օրենքների հաշվին, երբ որ ազնվորությունը ինքը պարտականություն կատարում է։ Հասկանում եք, դրա հաշվին է, չէ՞, որ ինքը մեծ պաշար է հավաքում, որ մյուս կյանքում ինքը իր մոտ նյութական իմաստով ամեն ինչը լավ է լինում։ Հիմա տեսեք, այդ ինքը իրականում բարենպաստ է, էլի, երբ որ օրինակ հիմա այ պատկերացրեք, չէ՞, որ եթե դուք մինչև կյանքի վերջ պրակտիկան անեք, մյուս կյանքում ծնվելու եք արիացիների քաղաքակրթության մեջ։ Հա՞։ Ուսես որ կողմ նայեք, բոլորը հոգևոր մարդիկ են, բոլորը բարի են, բոլորը բարոյական են, ոչ մեկի հանդեպ այսպես լնել պետք չի, հասկանում եք, թույլանում ես քո համար, բոլորը բոլորի մասին հոգ են տանում, դու ուրիշի մասին ես հոգ տանում, միջով մեկը քո մասին է հոգ տանում, դարմայետներ չկան, էգոիստներ չկան, չգիտեմ, անշնորհակալներ չկան, ես ինչ պատկերացրեք այդ բանը։ Չէ պատկերացնեմ, հասկանում եք, բայց այդ է, որ եթե անձնավորությունը ինքը իր տվյալ կյանքում այդ վերցնում է, իր արդյունքը այդ է, չէ՞։ Կամ ասենք, եթե ինքը լուրջ է վերաբերվում իր հոգևոր կյանքին, չէ՞, ինքը հաջորդ կյանքում շատ լուրջ հոգևոր մարդկանց շրջապատում է, չէ՞, ծնվում։ Հասկանում եք։ Այդ էլի, որ ինքը այն մի կյանքում էլ այդպես, կյանքից կյանք էլ այդ նույնը աշխատում։ Եվ երբ որ անձնավորությունը ինքը լրջանում է, այ որ հասկացավ լրջացավ, դրա հետևանքով ինքը գերագույն անձնավորությունը շատ արագ իրան ինքը հոգևոր պրակտիկայի միջոցով օգնում է, որ կենթանիա կգա այն կետին, որ ինքը իրականացնի, որ ինքը հոգի է։ Հասկանում եք։ Այսինքն որ ինքը այս այն ոնց որ հիմա զգում է, որ ինքը այս մարմինն է, մեկ էլ այլ գիտեք ոնց է, ոնց որ ասենք ես այս պահին, չէ, ոնց որ ես այս մարմինն այս շորը նույն բանն է, չէ, ինձ համար։ Մեկ էլ ես բան եմ անում, որ ամարտախր ես այս շորը չեմ, չէ։ Հավնան շուտ կարող եմ փոխել, մեկը մնում եմ էսի, չէ, այ հոգու իրականացումը ինքը տենց է։ Երբ որ ես հանկած իմ համար, իմ նյութական մարմինը դառնում է բացարձակապես նույն բանը, ինչ որ այս շորը։ Այս շորին ո՞նց եմ վերաբերվում։ Չէ, ես գիտեմ, եթե ես նորմալ աշխատում եմ, վաղը ես փող եմ ունենալու, որ նոր շոր անեմ։ Հիմա տնավարի ասեմ, էլի ուրեմն ես հին շորի հեն էլ անցած։ Այն նույն ձևի լուրջ հոգևոր մարդը ինքը վերաբերվում է իր ներկայում նյութական մարմնին։ Հասկանում եք, լուրջ չի վերաբերվում։ Ինքը էդին նայում է, պրոստը որ հիմա այս շորովն եմ, եւ շորը ինձ պետք է այնքան ժամանակ, որ ես կարողանամ այս շորով դուրս գամ, աշխատեմ, փող աշխատեմ, որ նոր շորն առնեմ։ Չէ, այդքան բան։ Հա? Ուրեմն նյութական մարմինն էլ ինքը նրա համար է, որ ես իրանք տիպայեմ, պայպայեմ այնքան ժամանակ, մինչև որ հավաքեմ այն պաշարը, որ մի հատ նոր կարգի մարմին ստանամ։ Որ բարենպաստ է հոգևոր կյանքի համար։ Կարգի մարմին է տեսանկյունից էլի ոչ թե վայր։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն, երբ որ այդ լուծությունը գալիս է, չէ՞, կենթանիակը ինքը կենտրոնանում է հոգևոր, այսինքն, գնաց հոգու հետևից։ Երբ որ ինքը գնում է հոգու հետևից, ինքը մտնում է սպոնտան։ Այդ этаպը կոչվում է սպոնտան հոգևոր կյանք։ Այսինքն, երբ որ կենթանիակը ինքը արդեն շահագրգռված է հոգևոր արդյունքներով, հոգևոր արդյունքներ ստանալու համար ինքը պետք է ճանաչի հոգևոր հոգեբանությունը։ Որտեղ հոգևոր արդյունքը դա հոգևոր աշխարհ վերադառնալու։ Ու այս մասն է, որը ես եթե հանգիստ ասում եմ, այս մասն է, որը ոչ մի կրոն իր մեջ չի պարունակում։ Ոչ մի կրոն իր մեջ հոգևոր աշխարհի հոգեբանության քննարկում չի պարունակում։ Բոլորը այդ բարոյականության մեջ էփվում են, որտեղ ոչ մի քայլ ենկոմ չեն գնում բարձր։ Հասկանում եք, ումը տեսեք ուրեմն, չէ, այստեղ սկսվում է հոգևոր հոգեբանության ուսումնասիրությունները։
Այստեղ հոգին ինքը սկսում է զարթնել որպես անձնավորություն։ Հասկանում եք։ Այստեղ կենդանիակը ինքը ուսումնասիրում է միայն, արդեն իրան չէ, դա նյութական աշխարհի հոգեբանությունը, երեք գունաները, չգիտեմ, Խլանֆստանը, Ծոմբելը, это ведь միշտ ասում եմ, նյութական աշխարհի փիլիսոփայությունը ինքը առնարազգույ է։ Մի անգամ հասկացար, всё, չես կարող, չէ՞, 100 անգամ հասկանաս, թե այս բաժակը ինչ է։ Մի անգամ հասկացար խմելու համար, վերջ, սկսում ես օգտագործել։ Հոգևորը ինքը մի քիչ ուրիշ ստրուկտուրա ունի։ Даже ստրուկտուրայի իմաստով, հասկանում եք, հոգևորը ինքն է, որովհետև ամեն ինչը անձնավորություն է։ Պատկերացնում եք, ինչ հարմոնիա լինի քո նույնիսկ առարկաների միջև։ Դրա մասին մենք հետագայում մանրամասն կխոսանք, էլի, բայց խորացած դուրս չեմ գա։ Հասկացաք, չէ՞։ Այս անձնավորությունները իրանք բացարձակ հրաժարում ունեն նյութական աշխարհի հանդեպ։ Սրանք, ասեմ, ձեր եմ որ ասում օթերով թռնում են, այսինքն ռեալ օթերով թռնողներն են։ Որտեղ մենք օթերով թռնող ենք համարում այն մարդկանց, որոնք իրանք նյութական աշխարհում պարտականություններ կատարելու տրամադրություն չունեն, ու հիմա ասած ասեմ, էլի, ձևացնում են, որ օթերով թռնող են, որ պարտականություններ չունենան։ Դա լրիվ ուրիշ բան է։ Իսկ ռեալ օթերով թռնող, դա вообще ուրիշ բան է։ Մենք ասեցինք, որ այս էտապում կենդանիակը ինքը իր մոտ մի քիչ փոխվում է հոգևոր կյանքի կարգավորիչ սկզբունքների հանդեպ վերաբերմունքը։ Ինչ որ սկզբունքներ կան, որը այդ սկզբնական շրջանում շատ կարևոր են, որ կենդանիակը այսինքն ժամացույցի պես դա կատարի, չէ՞, ժամացույցի պես ինչի համար է, որ ինքը սովորություն ձեռք բերի, հա։ Այդ էտապը, ով որ երաժշտական դպրոցում սովորել է, գիտեք, գամաներ սովորելն է։ Չէ, դու մինչև գամաները չսովորեցիր նվագել, դու ոչ մի բան պիեսա չես կարող մակարդակով նվագես։ Հասկացաք, չէ։ Հա, դրա համար ասենք ինքը այնպես է, որ ասենք նրանք ովքեր որ միշտ ուզում են լուրջ երաժիշտներ լինեն, իրանք ամենամեծ ուշադրությունը սկզբում դարձնում են այդ գամաները նվագելու վրա, չէ՞։ Նրանք ասենք եթե դա դաշնամուրն է, ինքը ոնց է, չէ՞, ինքը համ մատերն է սովորացնում ճիշտ պահել եւ ճիշտ կետում փոխել, չէ՞։ Հիմա գնաց իրար հետ գնացին, իրար հետ վերադարձան, իրար հետ գնացին, մեջտեղում սենց գնացին, հետ եկան, սենց գնացին, սենց նորից գնացին, հետ ինչ է ինքը սովորում։ Չէ, բանա, չէ՞, իրա գիտակցությունը սովորում իր ձեռքերը տարբեր ձեռ, լրիվ տարբեր մատեր են, չէ՞, արդեն գնում։ Հասկացաք, այդ ամեն ինչն է սովորում։ Հասկանում եք։ Որ այդ վայթի բակցին, որ հետո կարողանան բանանի, արդեն հասկանա ինչ է նշանակում նվագել։ Հասկանում եք, միշտ էդի շատ ավելի հեշտ ակնում է։ Թեկուզ ընդեղել տեսչի չէ, որ մենակ կամա են նվագում, այդ դա է, որ զուգահեռ, դրա համար բակցիզոտ ենք ասում է, զուգահեռ ինքը պետք է լսի իմինը աստծո մասին, որ աստծո մասին կապացություն կարգասնի, ոնց որ եւ երաժշտական դպրոցում ինքը գամաներն ասովորում, բայց համեն այդ ճուտներա նվագում, փոքրիկ պիեսաներ նվագում, եսի միջի բաներ է սովորում կամաց նվագել, չէ, եւ երաժշտություն։ Նույն բանն է։ Հիմա մենք տեսանք, որ արիացիները իրանք միանգամից հայտարարություն են անում, որ հոգևոր աշխարհում կան 5 հարաբերություններ, որոնք կան եւ նյութական աշխարհում։ Սա իրականում այդ հայտարարությունը ինքը արդեն շոկային է ժամանակակից մարդու համար։ Եվ հլը որ այդ թեման չի քննարկվում, ուղղակի հայտարարությունը արվեց, որ հոգևոր աշխարհում կա հարաբերությունների ահռելի բազմազանություն, չէ՞։ Եվ ուրեմն այ անձնավորությունը ինքը այդ բազմազանության մեջ հոգևոր աշխարհում ունի իր դիրքը, իր հավերժ հոգևոր մարմինը եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը գնում է արդեն որ այդի զարթնի, որ հոգին ինքը վերջնական գիտակցի իր հոգևոր մարմինը ազատագրված վիճակում ինքը գիտակցում է որ հոգի է
բայց դեռ իր մարմինը, թե ինքը իմինը ով է, չգիտակցում։ Գիտեք, այդ ինչին է նման, էլի, որ եթե դուք մի քիչ ուշադիր եղնեք, չէ՞, հիմա որ գնաք տուն, այս երկրորդ փորձեք էդի զգաք, էլի։ Երբ որ քնից նոր զարթնում եք, մի հատ պահ կա, չէ՞, որ դուք արդեն քնից զարթնել եք, բայց մարմնին հələ չեք կպել։ Ինքը մի պահ է։ Այդտեղ դուք ոնց որ այն քնելու անդունդից դուրս եք եկել, բայց հələ ոնց որ մարմինը դիտակցություն ինքը լրիվ չի զարթել, բայց արդեն զարթուն է։ Ինքը արդեն զարթուն է, բայց հələ իրականությանը կպած չի։ Հասկացաք, չէ՞։ Ինքը մի պահ է, էլի, որ այդ ազատագրումը ինքը այդ նույն վիճակն է։ Պրոստը եթե ասենք մենք բանը հիմա եք այսպես ենք նայում, ինքը պրոստը մի ակնթարթ է տեղում, այնտեղ տեղողությունը մի քիչ ավելի երկար է, որ ինքը իրան հոգի է զգում, բայց հələ չի զգում իր մարմինը ոնց է։ Հասկացաք։ Ու այդ ինքը վերջնական փուլում է լուծվում, երբ որ կենթանիակը ինքը կամաց վերականգնում է իր հոգևոր մարմինը, կամ հանդիպում ունենում գերագույն Աստծո ազնվորության։ Այդ ո՞ր մի կրոնն է հիմա ռիսկ անում խոսա այդպիսի բաների մասին։ Ոչ մեկ, չէ՞, փաստա, չէ՞։ Ոզոնով չի։ Հասկանում եք։ Մենք հələ դա կտեսնենք, թե իրանք ինչ մանրամասնությամբ են այդ ամբողջի մասին խոսում, չէ՞։ Եվ հիմա ուրեմն Բաքսինոթակուն հիմա կամաց սկսեց քննարկել այդ անցումից, սպոնտան ծառայության օրինաչափությունները, չէ՞։ Ինքը ինչ ասեց, ինքը մի քանի ուրեմն բաներ անեց, ասեց, չէ՞։ Առաջինը դա նա էր, որ այսինքն վերջնական նպատակը դա պրեման է, այսինքն մաքուր սերը։ Գլուխը կոչվում էր վերջնական նպատակի իրականացումը, достижение конечной цели, չէ՞։ Ու ինքը ինչ ասեց, այ հիմա տեսեք, որպեսզի կենթանիակը ինքը գնա հոգևոր աշխարհ, ինքը պետք է նյութական աշխարհից հրաժարված լինի։ Այսինքն ես հայտնվեմ այն միջանցքում, ես այս սենյակից դուրս կամ, չէ՞։ Այս սենյակից ես դուրս եմ գալի մենակ այն ժամանակ, երբ որ այս սենյակում ինձ այլևս ոչ մի բան չի դեռ։ Եվ որ այս սենյակում ես ինչ-որ բաներ ունեմ, որ ինձ հետաքրքրում է, ինձ համար լավ է, կապված եմ, ինձ հենց ասում են, գիտես, այնտեղ այս սենյակում մի հատ կար, դու ասում ես ոչ լավ, դու այդ կանոնը մնա, բաստեր բայեսի, հասկացաք, չէ՞։ Ու ես տենց էլ այդ դռան դեպի այդ դուռը չեմ գնում։ Եվ այդ սկզբնական հոգևոր կյանքում, որտեղ պտտացնում են բոլոր կրոնները մարդու, չէ՞, իրանք այս սենյակի մեջ պահելու գործընթացն է։ Այնտեղ չկա այն մեխանիզմը, որը այդ կենթանիակին դուրս է բերում այս աշխարհից։ Հասկանում եք։ Նույնիսկ երբ որ դրախտի մասին է խոսում, չէ՞, ինչ է խոսվում, այ կգնաս դրախտ, այնտեղ կհանդիպես բարեկամներիդ։ Աստվածամեժության դարաշրջանի բարեկամները, ուժս։ Չէ, բայց դու չեմ ասում, էլի, մենք պրոստը լուրջ ենք մտածում, էլի, ասենք մեզ ինչ գաղափարներ են հրամցվում, ու այդ գաղափարների տակ իրականում ինչ իմաստ է, էլի դրված, այդ ինչ է տալիս, այս մարդը միամիտ գնում է, էլի, ինչ ասում են, հեղինը Քրիստիան ինքը մի հատ լավ խոսք ունի, էլի դրա մասին հոգեբանության վերաբերող, չէ, ինքը ասում է սովորական կենթանի էակը, ինքը միշտ սպոնտան ձևի գնում է հեղինակությունների հետևից։ Եվ հերիք է մարդը ինքը համարվի հասարակության մեջ հեղինակություն, ինքը ինչ ապուշություն ասի, բոլորը այդ ապուշությունը ընդունելու են։ Ու իրար ինչ են ասելու, այդտենց էլ ասում են, չէ՞։ Գիտես չի, ասվեց մածունա։ Մեկը նա մասնա ոնց է մածունան, բարտեսի, տանա մկնիկա կանտուտը։ Նա բան չես հասկանում արա։ Ակադեմիկոս Աբրամյանն ասեց, իսի մածուրա, միջև հիմա չգիտենք, պաստեց, որ ես ետ է, վայ, ասում է, իսի մածուրա, գնաց, մեկը մյուսին ասեց, երրորդ օրը իսի դարձավ մածուն։ Չէ։ Հենց է, չէ՞ զում ամեն ինչ աստվածամեժության դարաշրջանում։ Հա, ինչի համար, որտեղ տեսեք,
Օրինակ արիացիները իրանք Բhagavad գիտան փիլիսոփայական հիմքն է, չէ՞։ Վերջում Կրիշնան ինքը ասում է. այս մեր խոսակցությունը ով ուսումնասիրում է, ինքը բանականությամբ խոնարհվում է ինձ։ Ու ինքը, երբ որ բանի հետ խոսում է Արգյունայի հետ, դուք ոչ մի տեղ չեք տեսնի, որ Կրիշնան Արգյունային ասի, հավատա էլի, որ մենք հավերժ ենք, հավատա, որ դու հոգի ես, հավատա, որ վերածնունդ կա, հավատա, որ ես Աստված եմ, հավատա, որ այդ խոսքը դուք իրա բերանից երբեք չեք լսի։ Այսինքն ինքը երբեք չի փորձում կենդանիակի բանականությունը անջատի։ Հասկանում եք։ Ինքը անջա մի բանը բացատրում էր, հետո նայում էր Արգյունայի մեջ ասում էր, հասկացա՞ր։ Ուշադիր նայում էր իր աչքերի մեջ, որ տեսնի հասկացել է, թե չէ։ Այսինքն այդ ուղղակի հակառակ պրոցեսն է։ Մշտական բանականությանը դիմելը, որ բանականությունը զարթնի, որ ինքը սկսի գնահատել, մտածել, կասկածի տակ դնել, առաջ գնալ, ես ինչ անել, հասկանում եք, մարդու ամենագլխավոր պոտենցիալ, որտեղ այդ պոտենցիալը չէ իրան դարձնում ազատ։ Չէ՞։ Հասկանում եք։ Համար ասենք, այսինքն շատ կարևոր բան է։ Հիմա ինչ ասել, ինչ ասում Բաքսինով Թաքուրը, չէ՞։ Այսինքն մենք խոսում ենք նրա մասին, որ կենդանիակը ինքը եթե պիտի գնա հոգևոր աշխարհ, ինքը պիտի նյութական աշխարհից հրաժարվի։ Հիմա ինքը ասեց, որ կա անպտուղ հրաժարվում գաղափարը։ Եվ ինքը ասեց, սիրուն հասնելու համար անպտուղ հրաժարումը ինքը չի բերում սիրո։ Որն է անպտուղ բան հրաժարումը։ Անպտուղ հրաժարումը դա այն հրաժարումն է, երբ որ կենդանիակը պրոստը ինչ որ մի բանից հրաժարվում է, որտեղ պետք է իրան հաճույք չի պատճառել։ Այսինքն դա իմպերսոնալիստների հրաժարումն է, հա, ինքը որ ինչի է անպտուղ, որտեղ ինքը բերում է լույսի մեջ։ Այդ լույսը ինչ է։ Եթե մենք նայում ենք, թե որ կենդանիակը ինքը կարող է դժոխքում հայտնվել, լույսը վաու, դա եսին ինչ է, չէ՞, բայց եթե մենք հոգեբանության տեսանկյունից ենք նայում, եթե մենք նայում ենք, որ կենդանիակի վերջնական նպատակը դա մաքուր սերն է, լույսը դա ո՞րն է, զրո, ոչ մի բան։ Այսինքն կենդանիակը ինքը նյութական աշխարհից ազատվում է ու հայտնվում է դատարկության մեջ, այսինքն ոչ մի պտուղ չի ստանում իր բնությանը համապատասխան։ Հասկացա՞ք, չէ՞։ Դրա համար այդ հերքումը ինքը անպտուղ է։ Ու ինքը Բաքսինոդը ասում է, որ այդ կենդանիակը ինքը հիմա ատելությունից պիտի գնա դեպի սեր։ Եթե ինքը աստվածաբաշխության դարաշրջան բացում է, իր մեջ անպայման կա ատելություն, ինչ-որ մեկերի հանդեպ, ու ինքը ապրում է այդ ատելության ատմոսֆերայի մեջ, չէ՞։ Այն մոնակ ասենք, մենք հասարակություն ենք, չէ՞, ազգը ինքը հասարակություն է, չէ՞։ Այդ մեր հասարակության մեջ գերիշխող տրամադրությունը մեկի հանդեպ ո՞րն է։ Մենք դաժե չենք կարող ասել, որ հարգանքն է, չէ՞, հույսերը հանգիստ։ Դաժե չենք կարող ասել, որ համբերությունն է, չէ՞։ Մեկը գնահատել է, вообще ստեղ ինչքան ատելություն է պատտվում։ Դա չէ հիմնական էներգիան։ Մեկը մեկի հանդեպ։ Այն որ ասեն, եթե ինտերնետը ինքը շատ լավ է ցույց է տալիս, չէ՞, որ մարդը գիտի, որ իր բանտակի կարա չճանաչի ով է, այդ ինտերնետում ինչեր են թույլ տալիս ընդհանրապես իրար ասել։ Ատելությունից բացի դեմ բան եք տեսել, 90% ատելություն է, չէ՞։ Մի 10% մեկը դուրս հանգալի ջմա թիսին ինքես մասման դուրս ребята, давайте жить дружно, если че կարող вообще։ Հասկանում եք, չէ՞։ Որովհետև հիմա այթիկն է, չէ՞։ Հիմա տեսեք ինչ են ասում արիացիները, իրանք ասում են, որպեսզի դու կարողանաս ճանապարհ անցնես միջև մաքուր սեր,
չէ՞։ Իրական հրաժարումը դիենա, որ դու ոչ թե հերքում ես ու փախնում ես, դու սկսում ես համբերությունից։ Համբերությունը դա սիրո առաջի քայլն է։ Այն որ մի հատ ձեր մեջ նայեք, դուք կտեսնեք, որ քանի դեռ դուք ինչ-որ մի հատ դրական բան եք զգում մարդու հանդեպ, դուք կարող եք իրան համբերել։ Հենց որ համբերությունը պրծավ, դա միշտ նշանակում է ատելությունը հաղթեց, всё, այլևս սեր չկա։ Հիմա դու այդ սերը ոչնչացրեցիր, թե դիմացինը, թե դա արդեն կարևոր չի։ Բայց երբ որ մարդը ինքը ասում է, դեռ չեմ կարողանում համբերել, այդ չի կարողանում համբերի, որտեղ այլևս ոչ մի դրական էմոցիա չկա։ Դրանով դեպի սեր ճանապարհը ինքը սկսվում է համբերությունից։ Այդ համբերությունը, որ կա, դա միշտ նշանակում է, որ դու դիմացինի մեջ ինչ ուզում անի, ինչ-որ մի հատ լուսավոր բան ես գտել, որի խաթր համբերում ես։ Հիմա դրանով այդ անպտուղ բանը, ատրիչենյան ինքը շատ կարևոր է, չէ՞։ Հաջորդ գաղափարը, որը Բակտերիոն Տակովը ինքը առաջ քաշեց, ինքը ասեց, որ սիրուն հասնելու համար, չէ՞, միակ միջոցը էդի այդ ներքին հրաժարում։ Երբ որ դու արտաքին աշխարհը հանգիստ ես թողնում, հիմա տեսեք, մարդիկ իրանք մտածում են, որ դու արտաքին աշխարհը հանգիստ ես թողնում, երբ որ դու էլ ոչ մի բան չես անում։ Չէ, իմպերսոնալիստների հրաժարումը, գնացի անտառ, ոչ մի բան չեմ անում։ Հաստատի ես մարմնով աշխարհը հանգիստ եմ թողնում։ Բhagavad Gita-ն Կրիշնան քիչ ասեց, այ որ ինքը ընդդեմս ստացա, ու թվում է, որ ինքը հրաժարման մեջ է, բայց իրան ներսում ինքը ինչ-որ բաներ է հիշում, ինչ-որ բաների հետ է կռվում, ինչ-որ բաների դեմ պայքարում է, որ էլ չմտածի, եսի միջ ինքը իրականում առավոտից իրիկուն իրական աշխարհը ձյոն գրետ, էլի։ Հասկացաք, չէ՞։ Հիմա Յուկտո Բայրագյան, այսինքն ներքին հրաժարումը, դա ուղղակի հակառակ սկզբունքն է, որ դու աշխարհում բրոձբե գործում ես ու թվում է, որ դու կապված ես, որտեղ գործում ես, չէ՞։ Որտեղ տեսեք, որ դա կասենք հիմա, իմ մոտ նյութական աշխարհում մնացել է միայն ծնողական ռասան, դրա համար ես այդ ռասայի մասին շատ եմ խոսում, էլի։ Չէ, ասենք այդ օրինակն եմ միշտ բերում, որտեղ արդեն տարիքը ինքն այնց է, որ ուրիշ ռասաները համոտ կորցրած են, չէ։ Տեսեք, ասենք, չէ, օրինակ ասենք հիմա, եթե մենք տեսնում ենք, որ ծնողը ինքը հոգատար է իր երեխայի հանդեպ, սովորական մարդը ինքը գիտի, որ ինքը հոգատար է, որտեղ կապված է։ Եվ որ ինքը հոգևոր մարդուն է տեսնում, որ հոգատանում իր երեխայի հանդեպ, ինքը ասում է, դե ինքը հրաժարված չի, որտեղ երեխայի հանդեպ կապվածություն ունի։ Կամ չգիտեմ, ամուսնու շարունակում է ծառայել, կամ չգիտեմ էս անում։ Հիմա արիացիները իրանք ասում են ոչ, ինքը ընդհանրապես նյութական աշխարհը ոչ մի տեղից չի ձոր գծել ու ծայել է։ Չի քաշքշում, հասկանում եք։ Եթե ինքը արտաքինից պահում է իր պարտականությունները, բայց ներքինից կապված չի։ Ինչ է նշանակում կապված չի։ Ինքը նշանակում է, ինչքան էլ ուզում է անհանգստություն պատճառի, ինքը պահում է կողքը, քանի դեռ դիմացինը ինքը ուզում է լինի կողքը։ Ու ինչքան էլ ուզում է թվա, որ ինքը կապված է, հենց որ դիմացինը չի ուզում, ինքը բաց է թողնում։ Բայց իհարկե ինքը ընդհանրապես նիգդե не дергает этот мир։ Ինքը ներքինից հրաժարված է, թեկուզ արտաքինից իրան այդ պահում այն, ինչ որ մենք ամենասկզբից խոսացինք, չէ՞։ Ու Բակտերիոն Տակովը ինքը հենց այդ ասեց, որ պրեմայի համար, այսինքն որպեսզի գերագույն աստվածավորությունը թույլ տա, որ քո մեջ սերը վերականգնվի, այդ ներքին հրաժարումն է իր համար ավելի կարևոր։ Խոսքը սրա մասին էր գնում, չէ՞։ Եվ հիմա հաջորդ գաղափարը դա էր, որ ես արդեն ասեցի, որ կենսանյակը ինքը
ազատագրում ստանում, երբ որ իրան ներսում ինքը զարգացնում է կապվածություն աստծո հանդեպ, իսկ արտաքին պահվածքի մեջ ինքը իրան պահում է նենց ոնց որ հարկ տապակայющий слово, բառը ինքը շատ լավն է, էլի։ Հիմա երբ որ կենդանիակը ինքը հասնում է հոգևոր կյանքի բարձր մակարդակին, այդտեղ մի հատ շատ կարևոր բան է տեղի ունենում։ Դա նա է, որ գերագույն աստծո անձնավորությունը տենց մարդուն վերցնում է պարնիկ ոնց ջերմոցի, այսինքն ջերմոցի մեջ է վերցնում, չէ՞։ Ու իր մասին հոգ է տանում։ Որպեսզի այդ անձնավորությունը ինքը նյութական աշխարհից ոչ մի անհանգստություններ չստանա։ Չէ՞։ Հիմա տեսեք, այդ վիճակը, որ ինքը ազատ է, որ իրան ոչ մեկ բան չի անում, էլի, ինքը արդեն ազատ է, всё։ Էդի գերագույն աստծո անձնավորության հոգատարությունն է, որտեղ ինքը տեսնում է, որ իր կենդանիակը ինքը իր մեջից ամեն ինչ արել է, ինչ որ իրանից է կախված, հա, որ գնա դեպի Աստված։ Իսկ որպեսզի ինքը կարողանա այդ ճանապարհը անցնի, իրան ուրիշ կենդանիակները պետք է հանգիստ թողնեն։ Ինքը հանգիստ է թողել։ Դրա հաշվին գերագույն աստծո անձնավորությունը ազատագրում է տալիս, ինքը գիտակցում է, որ ինքը հոգի է, չէ՞։ Հիմա տեսեք, Բիլիխոդը ինքը տենց է նկարագրվում, որ ինքը արդեն ազատ է, չէ՞, բայց ինքը շարունակում է պարտականություն կատարել, որտեղ ինքը ազատ է թողել, բայց իրան չեն թողել։ Ու գալիս է մի պահ, երբ որ եթե այդ կենդանիակները իրանք ոնց որ ձգեն, էլի, որ արդեն պիտի ինքնուրույն լինեին, բայց դեռ կախված են մարդու ոտքերից, չէ՞, գալիս է մի պահ, երբ որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը նվիրալին ավելի շատ է, չէ՞, խղճում կա մնացած բոլորին։ Այդ կարեկցանքից, որ նվիրալ ինքը հնարավորություն ունենա, ժամանակ ունենա, ինչ ունենա այն ամեն ինչ բարենպաստ է, չէ՞, ինքը սկսում է հետ բրդել։ Երբ որ ինքը հետ է բրդում, չէ՞, հիմա այն նվիրելը ինքը հայտնվում է մի հատ դիրքում, երբ որ անպայման գտնվում են կենդանիակներ, որոնք իր մասին հոգ են տանում, հա, ու անպայման իր կյանքից դուրս են գալի բոլոր նրանք, ովքեր իրան անհանգստություն են պատճառում։ Ինչի, որտեղ ինքը արդեն որակավորում ունի կենտրոնացած մնա Աստծո վրա։ Հասկանում եք, չէ՞։ Ու հիմա տեսեք, այդ վիճակը նյութական իմաստով ինքը կարելի ասել բանա, չէ՞, վայելելու տեղ է, չէ՞։ Ես պարտականություններից ազատ եմ, այդ վիճակն է, չէ՞։ Ինձանից ոչ մեկ ոչ բան չի կարող պահանջի։ Ինչ ուրիշ կենդանիակին իմ մասին հոգ է տանում, կամ ֆետքը, չէ՞։ Որտեղ գերագույն աստծո անձնավորությունը ինքը ամեն ինչ անում է, որ այդ մակարդակում նվիրալը ինքը աշխատել, բան բացառված է։ Իր մասին հոգ են տանում։ Հասկանում եք։ Ու հիմա տեսեք, ասենք, չէ՞, այդտեղ նվիրալը ինքը պետք է անպայման պետք է ունենա այդ բանը, չէ՞, որ ինքը այդ պաշտպանությունը Աստծո ընդունի առանց վայելելու։ Այն օգտագործի այդ հանգստությունը, որ լիարժեք ծառայի Աստծո։ Հասկանում եք, ինչ է նշանակում առանց կապվածության։ Էդի նշանակում է, տեսեք։ Մաքուր նվիրալ ինքը իր համար նստած է, իր Աստծո հետ, իր հոգևոր պրակտիկայի մեջ, խորացված, սենց Էդի արդեն որտեղ դա մաքուր նվիրվածության աստիճանն է, դա դեռ պլաստիկա նվիրալ չի, բայց ինքը արդեն մաքուր է, չէ՞։ Մեկ էլ գալիս են նրանք, ովքեր որ իր մասին հոգ են տանում, ասում են լսի, բան, սաունայի տոքս ենք արեք համար, արի գնանք սաունա, մի քիչ բան արա, տես մի քիչ բանի հանգստանա, բան սաղուրը տանջվում ես, ես անում են, ես անում, հիմա մի չես անում, հասկացաք, չէ։ Հիմա տեսեք, նվիրալը ինքը կարող է գնա, այդ խնդիր չի, գնալը խնդիր չի, չէ, խնդիրը մի հատ ուրիշ բան։ Ասենք, ինքը կարող է մի մոմենտ մտածի, որ հա դիշական ամբողջ որտեղ իրանք այդ էտապի նվիրալները
Իրանք ես միշտ ասում եմ պրոֆեսիոնալ նստել գիտեն։ Իրանց կյանքը հիմնականում գնում է մանտրա կրկնել, կարդալ, ուսումնասիրել, մտնել մեդիտացիաների մեջ, այդ ամեն ինչը նստած է արվում։ Ունեցան ինքը կարող է մտածի, էլի, որ հատ է բան չի ոգել, շատ եմ նստում, կարելի է միած գնալ, գալ, չէ՞։ Էդի եղավ ինքը մի հատ շունչ կասեց, թողեց, որ իր նյութական մարմինը մի քիչ շնչի, եկավ նստեց նորից ու այնտեղ ինքը համտածում է, այսի երկու պրծնելու, որ գնան այնտեղ։ Հասկացաք։ Հակառակը երբ այդի դառնում իր համար վնասակար։ Երբ որ ինքը օրինակ խորասուր բացում, մեկ էլ մտածում է, տեսնես այսօր էնի կգա կանի սաունան տեջը։ Всё, ինքս դարձավ վայելող։ Ինքը իր պլատֆորմայից մի անգամից ընկնում է։ Հասկացաք, չէ՞։ Դեսի շատ կարևոր կետ է։ Ու տեսեք, էսի ներքին կետերը։ Սա արդեն են հոգևորի են մակարդակն է, չէ՞, որը մենակ ինքն ու իր աղջիկը չնա, մեկ էլ Աստվածը կա։ Ոչ մեկ չգիտի, չէ՞, նվիրալ ինքը գնալ սաունա, ինքը իր մեջի չէ մտածում։ Բայց ինքը իր համար ինքը պիտի իմանա, որ հենց որ իր մեջ տենց միտք առաջացավ, այսինքն ինքը ուզեց, որ դա լինի։ Հա, ուրիշ բան այդ եկան, իրանք իրանց ինիցիատիվայով ուզեցան ինքը ենթարկվում է։ Ինքը դաժե կարող է ասենց մտածի, որ գիտեք ինչ մի հատ այս պատմություն կա, չէ՞, որ մաքուր նվիրալները իրանք մի հատ ուրիշ մաքուր նվիրալի վրա ջղայնանում են։ Ինչի, այդ մաքուր նվիրալը գալիս է նստում առատակունդայի ափին, հիմա անունները չտամ, որ չխառնվեք, հա, նստում առատակունդայի ափին ու մանտրա է կրկնում։ Շոկոր է լինում։ Ամբողջ ինքս այս երկար ժամանակ առանց ոչ մի ընդհատման, բանա, մանտրա է կրկնում, այդ արևը տալիս է գլխին ինքս այս ջուրը թափում է վրայից, բան, ու մեկ էլ նվիրանները կատաղած գալիս են իր վրա, որ ապի դուրս արի այս վիճակից, պետք չի կրկնես, ինչ ա եղել, ուրեմն ինքը այնտեղ էր հասցրել, որ Շիմացի Հրաթավանին եկել էր, իր սարի ծերը այսպես դրել էր իր գլխին, որ արևը իրան բան չանի։ Հասկացաք, չէ՞, ու նրանք չհանացել են եկել էր, որ բաժի տարգել, հասկացաք, ու ասենք նվիրել ինքը կարող է մտածի, էլի, որ օրինակ իմ ասենք, եթե ինքը ռեալ անկեղծ խորասուզված է նվիրված ծառայության մեջ, չէ՞, կամ ասենք պատուպատ, օրինակ ինքը այնքան էր քարոզում, այնքան տեղից տեղ էր գնում, մեծ մարդ էր, չէ՞, արդեն բնական է, որ ինքը հոգնում էր, եւ որ ինքը առաջի անգամ ընկավ բժիշկների ձեռքը, եւ բժիշկները իրանց դիագնոստիկա արեցին, իրան շշմած էին մնացի, ասում են, այս մարդը այս մարմնով ոնց է вообще քայլում։ Ինքը պիտի վաղուց ռեանիմացիայից դուրս չգար։ Հասկանում եք, բայց ինքը ամբողջ օրը աշխարհով մեկ պտտվում էր, չէ՞։ Ու երբ որ նվիրալին արդեն ասենք իր աշակերտները գալիս էին, ասում են գնացինք, բան, այս ինչ տեղը ման գանք, էս իմ ծովի ամեն քայլենք, էս ինչ, ինքը հետի հենց այդտենց էլ ընկալում է։ Որ հա էլի ես այնքան էի խորասուզվել, որ ես Աստված է էլի ինձ հիմա քաշում, որ ես մի հատ հանգիստ տամ ֆիզիկական մարմնիս, որտեղ էդի են արդեն այն վիճակն է, որ ինքը ֆիզիկական մարմնի մասին մոռանում է։ Հասկացա՞ք, դրա համար այդ հոգատարությունը ինքը միշտ ընկալում է, որ հիմա Աստված ուզեց, որ ես հաց ուտեմ, որտեղ ես մոռացել էի, որ կարելի է ուտել, հա։ Հիմա Աստված ուզեց, որ ես գնամ, չգիտեմ որտեղ, այ որ իրան գալիս են հոգ տանելու, հա, բայց հենց որ ինքը նստես մտածես, տեսնես, այս օրեն կապլետը գբել են թե չէ, всё, փծա։ Հա, դու բացատրեցի ինչ եմ ասում, չէ՞, հա, ուրեմն այս ինքը շատ կարևոր կետ է։ Հաջորդ գաղափարները, որը Բաքսիմովի Թակուրը ինքը առաջ է քաշում, դա վերաբերվում է նրան, որ երբ որ կենդանիակը ինքը որոշվածությամբ է զբաղվում հոգևոր կյանքով, հիշում ես էլի որոշվածություն, վճռականությամբ, հա, երբ որ կենդանիակը ինքը վճռականությամբ է զբաղվում հոգևոր կյանքով, ապա այդ նյութական ստրկությունը եւ նյութական աշխարհի հանդեպ բոլոր կապվածությունները իրանք իրանց թողնում լքում են այդ սիրտը։
հասկանում եք, Էդի ոնց է արտահայտվում։ Տեսեք, նվիրել ինքը ասենց ինչ-որ առանձնապես, եթե մենք մեր պրակտիկայի մասին ենք խոսում, չէ՞, հոգևոր, լյուբոյ հոգևոր մարդու կյանք ինքը տես դինի։ Որ ասենք ինքը, օրինակ հավեսանում, որ օրինակի համար ասենք, եթե մենք մեր պրակտիկան ենք վերցնում, ինքը հավեսանում, որ մատրարակ գնում, կամ հավեսանում, երբ որ ինքը ծառայություն անում, այդ պահը, երբ որ ինքը հետի անում, չէ՞, իր համար հավեսա։ Ու ինքը չի նկատում, որ ինքը իրականում արդեն ոչ մի համ չի զգում նյութական աշխարհի հանդեպ։ Ինքը գիտեք, եթե երբ է ֆիքսում։ Երբ որ այսպես ինքը իր պրակտիկայի մեջ փում է, մեկ էլ բարեկամները իրան կանչեցին հարսան։ Ու ասենք այն հարսանիքը, որ ինքը մինչև այդ գնում էր ու բոլորի հետ պարում էր, քեֆեր անում, ուրախանում էր, ես մի չիման գալիս ան նստում, ու այդտեղ ինքը ֆիքսում էլի, որ ինչքան է ის ինչը իր համար դարձել է տաղտկալիվա։ Ու աշխարհում տենց ուժ չկա, որ իրան կարաս տիպի, որ ինքը տևեր կենա պարի։ Ինչի վրա պարի վարժե, հասկացաք չէ։ Այդ ինքը այդտեղ հասկացվում։ Դրա համար ասեք, ես օրինակ ժամանակին տենց մի հատ տրյուկ եմ արել էլի։ Ինքը շատ օգտակար է, որ երբ որ դու երկար պրինցիպ ես պահում, չէ՞։ Եթե քեզ թվում է, որ ինչ-որ մի բան կա, որը հիմա դու չես անում ու էդի կարոտում ես, ուրեմն գիտեք ոնց այդ պրինցիպը պահում ես ու գնում ես մի հատ էդի անում ես։ Հա? Ու այդտեղ ես էլի արդեն իրականացնում, թե իրականում դու ինչքան հեռու ես դրանից։ Որ, հա, հասկացաք չէ՞, ես իմ օրինակը բերեմ, ես միշտ ասում եմ, ես ահավոր մսակեր եմ եղել։ ու միշտ պահում եմ, չէ՞, մամաս ինձ ասում էր ատայաման, ես հատուկ կամպոտը մսով եմ պագելում։ Հասկացաք։ Ուտրան мясо, դնյով мясо, вечером мясо, ասես։ Թե ես ոնց էի սիրում այդ մսեղենը սարքել, բոլորին կերած, իսկ ես вообще սիրում եմ կերակրել, հա։ Ես այն, բայց որտեղ մեծ ընկերների էի կերակրում, այդ ինչ հավեսով էի ես այդ միսը սարքում։ Ապորս ամբողջ ընկերները մեր տունն էր իրանց հավաքատեղին։ Ուտեղ գիտեին, որ հապսեսանդան հարուտ տեսակ վանք սարքի բան ամեն օր կեֆ ենք անում։ Տրաուրի մեջ էին ընկերել, որ ես ասեցի, որ դիսկոմֆորտ էր էլի շատ, հասկացաք չէ։ Հիմա տեսեք, երբ որ ես միս ուտելը թարգեցի, գտե մի երևի 5-6 ամիս հետո ես հանկարծ ինձ դառնեցի դրան վրա, որ ես մտածեցի, որ կապլետը կարոտել եմ։ Ձեզ թվում է ես ինչ արեցի, սկսեցի պայքարել։ Կար մի հատ եկացիրի Ռուբենովնա, Թիֆլիսի արիստոկրատ առանցից էր։ Մենք իրար շատ մտերիմ էինք, ինքը դες հաճախ հետո ներվում էր արդեն, որ ես ասենք այդ բանը սկսել էի ոչ խմորեղեն էի ուտում, որտեղ մեջ զոկան ոչ էդեյա։ Ոտի գացա, я не знаю, чем себя угощать, բայց անպայման շաբաթ երկու անգամ ինձ հրավիրում էր իր տուն։ Ուրիշ ուներ, որ տնայի հետ է ամուսնացնի չկարողացավ, բայց շատ ինտելիգենտ կիներ էլի։ Ես իրան միշտ ասում էի, եկացի Ռուբենը, ասա գիտեմ մենակ եթե դու իմ կես ունեք, եթե ինձ համար իդեալական է, ասում եմ, только не ваш сын։ Ասենք ես գնում էի, ու ես հայրցական անգամ, երբ որ ինքը զանգեց, ասի հա կգամ, ինքը կապլետ էր պատրաստել, ասես դեպքում ամեն անգամ բաներ անում, ասի ладно, что с вами, поставьте, բայց ես դիտավորյալ գնացել էի, որ փորձեմ։ Հիմա եմ այդ կապլետս կտրեցի, կտրեցի բերանս, ու մենակ ես գիտեմ, ես ինչ զգացի, մարդիկ եմ անարման է, չգիտեմ ինչ անեմ, արդեն դրել եմ բերանս, սկսած նրանից, որ մենակ ես գիտեմ, թե իմ սրությամբ էի զգում, որ սա կենդանեակի դիակ է, թե ոնց են իրան սպանել, ոնց է ինքը ուզեց է ապրի, հիմա вообще իրականում ստեղ ինչա կատարվում, բան, այդտեղ իմենը ճիշտ է, հասկանում եք, այն համից բռնած մինչև իր իմաստը, զզվանքից բացի ոչ մի բան չզգացի,
Չէ՞։ Ասենք այդտեղ ես հաստատվեցի, որ տարածություն եմ անցել։ Բայց հիշողությամբ ինձ թվում էր, որ կանուտում եմ։ Բայց երբ որ մի հատ արեցի, նորովհետև հասկացա, թե իրականում ես ինչքան եմ հեռված այդ երևույթից, հանգիստ գնացի հասկացա, հետո մի շաբաթ այդ հիշում էի, հավատում էի, բայց ինքը լավ փորձ է անել, մեկ-մեկ դա օգնում է։ Հիմա ինչի մասն ենք այստեղ խոսում, էլի, չէ՞, որ հաջորդ բանը, չէ, որը Բակտինոն Տակուրը ասեց, դա այդ էր, չէ, որ իվերտը կենթանիակ ինքը վճռականորեն որ կյանքով ազբաղում, նյութական կյանքի հանդեպ կապվածությունները իրանք իրանց հեռանում են։ Համար ես միշտ ասում եմ, ոչ մի նվիրալ ինքը չի կարող բացատրի, ինքը ոնց է սկսել 4-ը սկզբում պահել։ Չի կարող բացատրի դուրս։ Պետք է ինքն իրան մեկ էլ քեզ բռնեցի, որ արդեն դրա մեջ ես, չէ՞։ Դա ինչ նշանակում։ Եթե դու առանց ճիգ գործադրելու ես դա արել, եթե նշանակում է պրակտիկայի ունա, չէ՞։ Չէ՞։ Այդ է նշանակում, որ դու իրական հոգևորի հետ գործ ունես։ Երբ որ քեզ առաջարկվում է պայքար, դա նշանակում է, որ ինքը քո պրակտիկան այդ ուժը իր մեջ չունի։ Ես չգիտեմ կա հասկացաք ինչ եմ ասում։ Հա? Դրա համար հույսը քո կամքն է, որ դու պիտի պայքարես։ Չէ՞։ Իսկ Պրաբհուպադը ինքը ասում է պրոստը մանտրա կրկնիկ ու գործը չի։ Ու պրոստը իմացի, որ կա 4 մայիսի, պետք է պահել։ Հա? Հիմա նվիրալը ինքը մանտրա կրկնելուց 4 պրինցիպների մասին մտածում, հա? Ես տենց եմ միսը տալի։ Լսել էի մանտրաս, չգիտեի, որ էդի մանտրա է։ Ու դուրս էլ չերեք է, ջղայնացած, հա, երկում է, ասում եմ, յասմոյա։ Ու ինքն իր ամենից իրադարձություններ եղան, որ ես մուսակերությունը թարգեցի։ Երբ որ ես եկա տուն աստիել միշտ եմ ուտում, ես միշտ ասում եմ, մամաս ու եղբայրս համարյա անգել էին գետ ինձ տավալեցան։ Ո, դու եղավ լավ։ Հասկացա, չի, ու իրանք համ վստահ էին, որ ես հեսա կսայթակեմ, հեսա կսայթակեմ, հեսա կսայթակեմ, հեսա կվերադառնամ, ու տենց էլ չվերադարձան։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այդ է, որ անձնավորությունը ինքը չի զգում իր վճռականությունը, ոչ թե բանի հետ պայքարելն է, հա? Այլ վճռականությունը պետք է արտահայտվի դրանում, որ ինքը հոգևոր պրակտիկայի վրա է շեշտը դնում։ Պրակտիկան ինքը մնացած ամեն ինչ անում է։ Հասկացա՞ք։ Հիմա արիացիները իրանք պնդում են, որ իրականում հոգևոր կյանքի ամենագլխավոր հիմքը, ինչպես ես արդեն ասացի, դա Աստծո մասին գիտելիքն է։ Բակտինոն Տակուրը ինքը քննարկում է, թե ոնց իմանալ դու աստվածային գիտելիքի հետ գործ ունես, թե ոչ։ Ինքը ասում է, որ եթե լսողության եւ կրկնողության process-ը ինքը ճիշտ է ընթացել եւ այդ ինչ որ լսում ենք ու կրկնում ենք, ինքն էլ հեղինակավոր գիտելիք է, այսինքն ճիշտ գիտելիք է, չէ՞։ Ինքը ասում է, այդ տենց գիտելիքը, ինքը տենց լսողությունը, կրկնողությունը, ինքը միանգամից սեր է առաջացնում Աստծո հանդեպ։ Բարձր, այն ամենամաքուր սիրո մասին չի խոսքը, չէ՞, բայց այդ որ վախես ինչ լավն է ինքը, չէ՞, վախես ինչ հավես է, վայ ինքը սենց է, վայ ինչ լավ է, չէ՞, ինքը միանգամից այդ դրական բանն է առաջացնում, եթե դա իրական Աստծո մասին գիտելիքն է։ Ու բարձր, չէ՞, եթե ասում եմ շարունակիր դառան որակը, դա նշանակում է, որ խոսացողը ինքը որակավորում ունի, լսողը որակավորում ունի։ Այդ ժամանակ արդյունքը ինքը լինում է ամիջավան միանգամից Աստծո հանդեպ կապվածությունը։ Ու այստեղ Բակտինոն Տակուրը, որը ինքը չի սիրում տենց կտրուկ խոսքեր, շատ կտրուկ թեմա է ասում։ Ինքը ասում է, եթե չկա սերը, հա, դա այսպես միանշանակ նշանակում է, որ լսելը ու կրկնելը ինքը հենված է սխալ ընկալման վրա։
Հա, այսինքն ինչի մասն է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ եթե ինքը գիտելիքը կատարյալ է, հա, ու մենք լսում ենք ինչ որ մեկից այդ գիտելիքը, ու ինքը սեր չի առաջացնում Աստծո հանդեպ, հա, դա նշանակում է, որ այդ մարդը ինքը խոսածողը խնդիրներ ունի, այսինքն ինքը լավ չի ընկալել այդ գիտելիքը։ Հիմա դու լսողն է, եթե ինքը լսում է, խոսածողը կարող է լինի կատարյալ, եթե ինքը լսում է, ու այդ իսկ ես ոնց եմ իմանում, տենց է թե չէ։ Եթե կա մարդ, որը ինքը այդ խոսածողից ինքը սեր զարգացրեց, նշանակում է այդ մարդը ինքը սեր փոխանցող էր։ Բա ինչի իր մոտ սեր առաջացավ, իսկ իմ մոտ չէ։ Հա, ուրեմն ես որակավորում չունեմ որպես լսող։ Հասկացաք։ Ուրեմն ինքը այսպես շատ միանշանակ է, էլի ասում, որ ուրեմն ընկալման խնդիր կա։ Եթե կա, որ գիտելիքը ինքը բարորակում է Աստծո մասին գիտելիքը, եւ լսողությունը եւ կրկնողությունը ինքը սեր չի առաջացնում, դա այսպես միանշանակ խոսում է դրա մասին, որ ընկալման խնդիր կա։ Որպեսզի զարգանա սերը, անհրաժեշտ են 7 սկզբունքներ։ Ես այդ սկզբունքները հիմա ուղղակի կկարդամ, ու մենք իրանց կքննարկենք արդեն Հնդկաստանից, երբ որ հետ եկա։ Առաջինը դա անձնավորությունը ինքը պետք է ընդունի պարզ կյանքի սկզբունքը եւ ապրի եւ շփվի նրանց հետ, ով որ թշնամություն չի զգում Աստծո հանդեպ։ Երկրորդը, անձնավորությունը ինքը պետք է ունենա սովորություն լինել միայնակ։ Հա, սклонность к уединению, էլի։ Եվ ազատ լինի բոլոր տեսակի անհանգստություններից։ Երրորդը, ուրեմն անձնավորությունը ինքը պետք է հրաժարվի հակառակսերից։ Չորրորդը, ինքը պետք է թողնի ուրիշներին քննադատելու ուրեմն բանը, շատ կարևոր է, ոչ թե գնահատելու, այլ քննադատելու։ Քննադատելը դա միշտ նշանակում է, որ ես մարդու մեջ կեղտ եմ բանկալի։ Գնահատելը դա միշտ նշանակում է, որ ես փորձում եմ իրան ճիշտ հասկանալ։ Դա տարբեր բաներ են, հա։ Որպեսզի անձնավորությունը ինքը մաքուր սեր զարգացնի Աստծո հանդեպ, ինքը պետք է այդ որակավորումը ունենա, որ ինքը իրան համարում է չնչինություն։ Հա, որտեղ տեսեք, Ֆրեյդը ինքը ասում էր, որ ամեն պայմանավորված հոգին ինքը նենց է, որ ոնց որ ամեն մեկի համար ամբողջ տիեզերքը պտտվում է իր շուրջ։ Դե, եւ դա իրոք տենց է։ Էգոիստ դա միշտ նշանակում է, որ այո, իմ համար ամենակարևորն է ես ինչ եմ զգում։ Ինձ համար ամենակարևորն է, թե ես երջանիկ եմ, թե երջանիկ չեմ։ Եթե ամբողջ աշխարհը ինքը երջանիկ է, չէ՞, եթե ես չունեմ իմ պատկերացրած երջանկությունը, ես չեմ կարողանում ուրախանալ նրանով, այ երջանիկ եմ նրանով, որ բոլորը երջանիկ են։ Էսի իրականում շատ կարևոր կետ է, որովհետև հոգևոր աշխարհում երջանկության հիմքերից մեկը դա նա է, որ կենդանիակը, երբ որ ինքը տեսնում է ուրիշ երջանիկ կենդանիակ, այդ իրան երջանկացնում է։ Նյութական աշխարհում էգոիստին այդ ցավացնում է, տառապում է ու նախանձ առաջացնում։ Հասկանում եք, չէ՞։ Ինքը հա, ինչ արեք։ Հա, ինձ երջանիկա, ես էլ իմ դադերով տապակում եմ, չէ՞։ Այն ինչի ինքը չկարողացավ ուրախանալ ուրիշի երջանկության վրա։ Հա, այսի շատ հետարքի ներքին պլատֆորմա է, որովհետև ինքը կարևորում է մենակ իրան։ Հասկանում եք։ Դրա համար ինքը ասում է, որ մաքուր սիրուն հասնողի ինքը շատ կարևոր է, որ ինքը հասկանա իր չնչինությունը։ Այսինքն որ մենակ ինքը չի էլի կարևոր։ Հա, հիմա 6-րդը դա նա է, որ ինքը պետք է տրամադրված լինի օգուտ տա աշխարհին։ Ոչ թե մենակ իրան, այլ օգուտ տա աշխարհին, հա։ Եվ 7-րդը
որը ինքը շատ կարևոր է, դա եթե ազնվորությունը ունի այս 6 բաները, արժանիքները, ինքը այդ արժանիքներով չհպարտանա։ Եվ չհպարտանա այն 6 արժանիքներով, որոնք իրանք հնարավորություն են տալիս մարդուն, որ ինքը իր կյանքը վայելի։ Հիշեցնեմ այդ 6 արժանիքները, դրանք են գեղեցկությունը, առողջության հետ միասին, գիտելիքը, ուժը, հարստությունը, փառքը եւ անկախությունը։ Նվիրյալը ինքը կարող է այդ ամեն ինչը ունենալ։ Որտեղ մեկ մարդիկ իրանք մտածում են, որ վարկու նվիրյալը ինքը այդ ամեն ինչը պիտի չունենա, բայց ինքը կարող է այդ ամեն ինչը ունենալ։ Կարևորը այն է, որ ինքը երբեք դրանով չի պարտա։ Եթե հիշում եք, սա շատ ավելի առաջ Մաքսիմիլիան Թակուրը ինքը թվարկեց, չէ՞, ինչ-որ բաներ, որտեղ ինքը ասեց, այ հասարակական դիրքը էսի չէ, էլի չէ, կենցաղյակը դրանով հպարտանում է, ոչ թե եթե ունի, այլ եթե հպարտանում է, իր առաջ հոգևոր աշխարհի դուռը փակ։ Ուրեմն սա այն պրինցիպներն են, որոնցի վրա կենցաղյակը ինքը կարող է մաքուր սեր զարգացնի։ Եվ ասում է, որ նրանք ովքեր որ այս 7 սկզբունքները պահում են, այդ ժամանակա, որ գերագույն ազնվության սրտի մեջ, այդ ազնվության հանդեպ մտնում է ողորմածությունը և կենցաղյակը ինքը կարողանում է սկսի արդեն զարգացնել մաքուր սերը։ Հաջորդ անգամ արդեն երբ որ ես կվերադառնամ, մենք կնայենք այս խնդիրները, մի 2-3 տարին տենց կտակենք, որ այս բաժինը կավարտենք և արդեն երկրորդ գլուխը նոր տարուց հետո կսկսենք Մաքսիմիլիան Թակուրը ինքը կավարտի այդ մակրոանալիզով հոգևոր կյանքը ու կմտնի արդեն այդ սկզբից մանրուքների մեջ, թե որ է տապում, որ սկզբունքները, ինչ հերթականությամբ, ինչ է ոնց, ինչ ու ինքը կկոչվի երկրորդական սկզբունքների քննարկումը։ Այսօր էլ